Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս չորեքշաբթի օրվա սերտողությունը սիրով ձեր համար պատրաստել ենք հին կտակարանից, ուսումնասիրելու ենք եւ շարունակում ենք մեր ուսումնասիրությունները առակների գրքից։ 14-րդ գլուխն ենք ուսումնասիրում 17-ից 19 համարները։ Գիտեք, ուզում ենք ձեր հետ կիսվենք այս նպատակը, այսինքն ինչու է մեր համար այսքան երկար տևում առակների գիրքը ուսումնասիրել։ Հարգելիներս, առակների գիրքը մեր համար հսկայական հարստություն է Աստծո խոսքով եւ իմաստություն ընծայելու եւ իմաստություն սովորեցնելու համար։ Յուրաքանչյուր հավատացյալ հարկավոր է դե իհարկե ամբողջ Աստծո խոսքը պետք է կարդալ, մեզ նամանավանդ առակների գիրքը մեզ սովորեցնում է ապրելու ձևը, մտածելակերպը, մեր վարքերը եւ այլն, հավատացյալի համար, իհարկե, այս անհավատ աշխարհում մեզ տալիս է մի սխեմա, այսպես ասած, որ այդ սխեմայով մենք աշխատում ենք Տիրոջ կամքի եւ կանոնների մեջ մնալ, օգտագործելով իմաստություն, երկնային եւ հոգու պարգև իմաստությունը, ինչ որ Աստված մեզ ընծայել է կամ ընծայելու է, եթե փնտրենք եւ խնդրենք նրանից, որ նրանով մենք առաջնորդվենք այս հսկայական հարստությունով։ Ուրեմն հարգելիներս, վերնագիրն է այսօրվա սերտողության Աստծով վարքերըտել կփոխվեն։ Գիտեք, երբ ապաշխարում ես ու Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ ես ընդունում, Տերը քո մեջ քո ամբողջ էությունը վերափոխում է, որպեսզի նմանվենք նրան Հիսուս Քրիստոսին։ Դրա համար էլ Սուրբ Գիրքը սովորեցնում է նոր մարդու վարդապետության մասին, դրա կարևորության մասին, իսկ 17-ից 19 համարներն էլ ունեն վարքերի եւ մտածելակերպի մասին կարևոր ուսմունք եւ վառ ապացույց Հիսուսի հետևորդների եւ անհավատների մասին տարբերությունը։ Եկեք հիմա մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք եւ անցնենք սերտողությանը։ Հայր Աստված, մենք շնորհակալ ենք այս հնարավորության համար, շնորհակալ ենք Տեր, որ մեզ տվել ես այս տեխնոլոգիան եւ սրա միջոցով էլ կարողանում ենք քո խոսքը քարոզել բազմաթիվ մարդկանց։ Աղոթում եմ, որ ըստ մեր առաքելության եւ առաջի հերթին շնորհակալություն եմ հայտնում, որ մեզ տվել ես այս առաքելությունը, որպեսզի սովորեցնենք եւ աշակերտենք Աստծո խոսքով, քո խոսքերով Տեր, կխնդրեի, որ այս առաքելությունը իրագործվեր եւ դպչեր բազմաթիվ մարդկանց, ովքեր որ պատրաստ են քո խոսքերը լսեն, ընդունեն քեզ եւ զորանան ու վերափոխվեն քեզանով, Տեր։ Աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, խնդրում եմ նրանց առատորեն օրհնես եւ բոլորիս աշակերտես քո խոսքերով։ Աղոթում ենք այս ամենը Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Եկեք ուսումնասիրենք 17 համարը, կարդանք ու անցնենք սերտողության իհարկե։ Գրած է շուտ բարկացողը հիմարություն է գործում, իսկ նենգամիտը ատելի դառնում։ Գիտեք, այս համարը երկու մասից է բաղկացած։ Առաջինը եւ իհարկե ասեմ շղթայը կապված են իրար, բայց առաջինը բացատրում է նա կամ շեշտում է բարկության մասին եւ խոսում է բարկության զգացմունքի մասին եւ կարելի է ասել, որ այդ բարկության զգացմունքը իհարկե շատ հզոր զգացմունք է եւ ունի իր մեջ գործողության տանելու հատկություն։ Աստծո խոսքը ինչ է սովորեցնում իհարկե մեզ բարկության մասին։ Բոլորս էլ գիտենք բարկությունը ինչ բան է, ինչ որ մեր մեջ մի զգացմունք է արթնանում, որը հիմնված է արարքներից, ուրիշների կամ խոսքերից ու ըստ դրա մեր մոտ զարթնում է, արթնանում է մի դիրքորոշում կամ դրդված ենք մենք լինում ինչ որ մի գործողության, որովհետև այն ինչ որ ասվեց կամ արվեց, պարզապես մեր նյարդային ընդհանուր համակարգին ազդեցություն ունեցող հատկություն ունի։ Եկեք ուրեմն այսպես հասկանանք, Սաղմոսների 4-րդ գլուխ 4-րդ համարում ասում է. երբ բարկանաք, մի մեղանչեք։ Իսկ Հակոբոսի
գրքի առաջի գլուխ 19 համարում նոր կտակարանի մեջ գրված է. ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ խոսելու և բարկանալու մեջ։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ բարկությունը լինելով նորմալ զգացմունք, քանի որ դա մեր մեջ այդ զգացմունքը որպես նորմալ երևույթ է, ինչպես երջանկությունը, ուրախանալը, ծիծաղելը եւ այլն, բայց սա, այսինքն այս զգացմունքը ունի ճիշտ կիրառման եւ նպատակաուղղված արտահայտվելու տեղը եւ միջոցը։ Օրինակի համար Հիսուս բարկացավ առևտրականների վրա, որ տաճարը վերածել էին շուկայի, եւ նա շուռ տվեց նրանց սեղանները, սա կոչվում է արդարացի բարկություն եւ սուրբ զայրույթ։ Ուրեմն կա նպատակ բարկության համար, որ միայն աստվածային նպատակների համար է հարկավոր իրականացնել, իրագործել։ Մարդու կյանքը, այսինքն օրինակն էլ մարդու կյանքը փրկելու համար, հավատը պաշտպանելու համար, թշնամու զորքերից եւ այլն եւ այլն։ Ուրեմն արդար նպատակների համար բարկությունը տանում է դեպի մի արարքի կամ առաջացնում է մի զգացմունք, որ շարժի մեզ։ Իսկ Աստծո խոսքը սովորեցնում է, որ այդ պահը, որ առաջանում է, որ երբ որ գրգռվում ենք մենք կամ արթնանում է ինչ-որ մի զգացմունք մեր մեջ, այդ ջղայնության պատճառով, այդ ջղայնության զգացմունքը միայն արդարացի բարկության եւ սուրբ զայրույթի միայն կարող է տանել, այլ ոչ մի բան։ Հակառակ դեպքում բարկությանը, այսինքն իսկ այն բարկության մասին, որ առակներն է խոսում, կապում է չար նպատակների հետ։ Ուրեմն պարզաբանենք, առակների գիրքը մեզ սովորեցնում է, որ բարկությունը, այսինքն ոչ թե արդարացի բարկություն կամ սուրբ զայրույթ, այլ այն բարկությունը, որը մեզ տանում է դեպի մեղքի, սրա համար եւ սրա նկատմամբ, այսինքն Աստված մեզ խրախուսում է, որ զգույշ լինենք եւ չգնանք դեպի մեղք գործելու, այսինքն նենք բառն է օգտագործում եւ բացատրում է, որ բարկությունը եթե արդարացի չի, կտանի դեպի մեղքի։ Բայց ընդհանրապես հարկավոր է զսպվածություն ունենալ եւ չտրվել մեր կրքերին։ Հարկավոր է հավասարակշռված լինել ու Տիրոջ վրա հիմնվել եւ բարկությունը ցույց չտալ, որ տանի դեպի չար նպատակների, չար գործերի։ Եկեք մի կարևոր կետ էլ կա շեշտելու բարկության մասին, որ ուզում եմ կիսվեմ ձեր հետ։ Առաջի հերթին, եթե բարկությունը հիմնված է հպարտության վրա, կամ ինչ-որ մեկը մեր հպարտությանը վնասել կամ մեր եսին վնաս հասցնել կամ վիրավորել, այդ բարկությունը, որը կարող է դառնալ վայրակության, վերածվի, կարող է սպանության հասնել եւ այլ չար նպատակներ, չար գործերի, այսինքն, հասկացեք եւ հասկանանք բոլորս, որ իհարկե այդ բարկությունը արդարացած չի, բայց այն ինչ որ մենք տեսնում ենք Հիսուսի գործողության մեջ, տաճարում, բարկությունը փաստորեն արդարության եւ ճշմարտության համար էր, Աստծո արքայության եւ Աստծո գործերի համար կատարվեց։ Տարբերություն կա, ուրեմն առակների գրքի մեջ 14-րդ գլուխ 17 համարում բացատրում է չար նպատակներ տանող բարկության մասին։ Շուտ բարկացողը հիմարություն է գործում, իսկ նենգամիտը ատելի դառնում։ Ուրեմն նա ով չար մտքեր ունի, նա ով չարությամբ է տարված, նենգ մտքերով, այսինքն նա է, որ կկատարի այն մեղքը, մեղքի մեջ կմտնի բարկության պատճառով։ Եվ հիմնական դրդապատճառները որոնք են, իհարկե նոր շեշտեցինք, բայց կարելի է եւս ընդգծել, առաջինը, եթե խոսքը
եսը վիրավորելու մասին է, հպարտությանը կպնելը եւ ազդեցություն ունենալ այդ առումով, որ մարդուն կտանի դեպի բարկության եւ մարդու իր հպարտությանը կպնելով նրան կտանի դեպի այն վիճակի, որ կարթնանա մի զգացմունք, որը կոչվում է բարկություն, բարկությունն էլ այս դեպքում հիմնված է սխալ նպատակների եւ սխալ զգացմունքների եւ սխալ դրդապատճառների եւ նպատակների համար, որտեղ դա կարող է տանել մեղքի։ Այսինքն մեկը մեզ վիրավորեց, մենք չենք բարկանալու այդ մարդուն հարվածենք, օրինակի համար։ Հարկավոր է զսպվածություն ունենալ որպես քրիստոնյաներ, հարկավոր է Տիրոջը ծառայել, ժուժկալություն ունենալ եւ հավասարակշռված լինել Աստծով, քանի որ Տերը ամեն կերպ հնարավորություն ուներ իրեն դեպի խաչ տանողներին ոչնչացներ, բայց նա զսպվածություն ցույց տվեց եւ շարունակեց մինչեւ վերջ, մինչեւ իր առաքելության հաջողակ ավարտին հասցնելը, եւ մեզ նույնպես Տերը սովորեցնում է, որ սխալ նպատակներով չպետք է շարժվենք։ Անցնենք հիմա 18 համարին, տեսնենք Տերը մեզ ինչ է սովորեցնում։ Միամիտները հիմարություն կժառանգեն, իսկ խորագետները գիտությամբ կպսակվեն։ Միամիտ անձնավորությունը իր անխելք քայլերով կամ քայլերի պատճառով միայն կորուստի է գնալու եւ ձախողության։ Խորը մտածողը եւ ճիշտ դատողը շատ բանի մեջ կհաջողվի եւ կշահի։ Եթե ավելի խորը նայենք հոգևոր առումով, նա ով Աստծունն է, Աստված նրան գիտություն եւ իմաստություն կտա, քանի որ Տերն ասում է ով որ ցանկանում է իմաստություն ունենալ, թող խնդրի եւ կտամ։ Ուրեմն այս պահին մենք պետք է խնդրենք Տիրոջը, որ մեզ իմաստություն տա, որպեսզի մեր բոլոր քայլերը ծանր կշռված լինեն, խորագետ լինենք, իմաստուն լինենք եւ Աստծու կամքը եւ ծրագիրը միմիայն լինի մեր մտքում, ինչպես Կողոսացիների նամակի մեջ է գրված, եթե չեմ սխալվում, իհարկե 3-րդ գլուխը գրված է, որ վերին բաների վրա պետք է մեր միտքը մտքերը լինեն, այսինքն Աստծու արքայության վրա։ Եվ քանի որ այսպես է, մեր բոլոր գործերը իհարկե եւ մեր բոլոր նպատակները այս հիմքերի վրա պետք է լինել։ Քանի որ նորից շեշտեմ, գրած է իսկ խորագետները գիտությամբ կպսակվեն։ Եթե ցանկանաս, եթե խնդրես, Աստված կտա այն գիտությունը, որը մենք հիմա ունենք իհարկե առակների գրքից, կարող ենք մենք քաղել այս, ուրեմն ընդամենը պետք է Աստծո խոսքը կարդալ, Աստծո խոսքը սովորել եւ Աստծո խոսքով էլ մենք կարող ենք ձեռք բերենք այս գիտությունը, այս իմաստությունը եւ կյանք տվող խոսքերը մեր Տիրոջ։ Եկեք անցնենք 19 համարին։ Գրած է չարերը կխոնարհվեն բարիների առաջ, իսկ անիրավները արդարի դռների մոտ։ Գիտեք, Աստծո արքայությունը ժառանգելու են Աստծո զավակները։ Աստծո զավակ այն մարդն է, որ վերստին ծնվել է, ապաշխարել է, ընդունել է Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ ու վերափոխված է Հիսուս Քրիստոսով։ Եվ այդպիսի մարդ կոչվում է նոր մարդ։ Իսկ չարը ժառանգություն չունի եւ արժանանալու է Տիրոջ դատաստանին։ Ուրեմն ժամանակը հիմա է, որ ընդունես Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, համարվես զավակ Աստծո, որովհետեւ միայն ապաշխարած, միայն Տիրոջը ընդունած, միայն վերստին ծնունդ ունեցողներն են, որ կարող են կոչվել Աստծո զավակներ։ Իսկ մնացածները համարվում են, ինչպես որ եթե հետևեցիք մեզ մեր Կիրակի օրվա սերտողությանը, նամակ Եփեսացիներին, 2-րդ գլուխն էինք մենք ուսումնասիրում, ուրեմն ասեմ ձեզ, փաստորեն 2-րդ համարից սկսած, 2-րդ գլուխ 2-րդ համարից սկսած մի կարևոր այստեղ կետ կա, որը
համարում է կամ շեշտում է այստեղ, ներգործում է ապստամբ որդիների մեջ, այսինքն նա ով Աստծունը չէ, ապստամբ որդի է, եւ նա ով Աստծունը չէ, ուրեմն սատանունն է, այլ ձև չկա ու հակառակ կարծիք դրա վերաբերյալ չկա, քանի որ եթե Աստծունն ես, ուրեմն արդարացած ես Հիսուս Քրիստոսով, ապրում ես Աստծով, բայց եթե Աստծունը չես, դեռ ապաշխարած չես, ուրեմն սատանու որդի ես, կոնկրետ ասած այսպես, ինչպես Աստծու խոսքն է մեզ սովորեցնում, սատանու որդի ես, ապստամբ որդի ես։ Կարելի է ուղղակի այս պահին, եթե հնարավոր է, կարդամ ամբողջությամբ, որ բոլորի համար հասկանալի լինի։ Նամակ Եփեսացիներին 2-րդ գլուխ 2-ից 3 համարները գրած է, առաջի համարից իհարկե սկսենք, եւ դուք, որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի պատճառով, որոնց մեջ մի ժամանակ ընթանում էիք, այս աշխարհի սովորության համաձայն, ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից, սատանու մասին է խոսքը, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։ Եթե Աստծունը չես, ուրեմն սատանունն ես եւ համարվում ես ապստամբ որդի։ Նրանց թվում նաեւ մենք բոլորս մի ժամանակ ապրում ենք, մեր մարմնական ցանկություններով, մարմնի ու մտքի կամքը կատարելով եւ էության բարկության արժանի որդիներ ենք մյուսների պես։ Հարգելիներս, եթե Աստծունը չես, ուրեմն սատանունն ես։ Եվ մեզ այս խոսքերը առակների գիրքը եւ այս կոնկրետ 17-ից 19 համարները, ինչպես որ մեր վերնագրի մեջ է գրված, Հիսուսով մեր վարքերն էլ նույնպես կարող են փոխվել։ Այսինքն մենք կարող ենք նմանվել Հիսուսին, որովհետև դա է նպատակը, որ վերափոխվենք, մեր Տիրոջը նմանվենք, բոլոր այն մարդիկ, ովքեր որ դավանում են Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ։ Ուրեմն այսօր այսքանը, աղոթում եմ Տերը ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։